Երկրորդ օրն է համացանցում իր շուրջ մեծ աղմուկ եւ ուշադրություն է փորձում գեներացնել ինքնակոչ Ֆիդայի քաղաքական տհասությամբ եւ քուչի բառապաշարով հայտնի Կարեն Արայանը, ով իր էժան հնարքներով փորձում է իբր վարկաբեկել մի ուժի, հանձինս Բևերի եւ նրա առաջնորդների, ովքեր պայքարի երկար ու ձիգ ճանապարհ են անցել։ Եվ այսպես, սույն անկաղափար անձը Բևերին մեղադրում է իրենից ինչ-որ մտքեր գողանալու եւ կրկնօրինակելու, խառնակցության, քաղաքական դաշտում խառնաշփոթ ստեղծելու մեջ։ Իրականում սա ավելի շատ հիշեցնում է այն աշակերտին, որը քննությունից առաջ կողքից է նայում, հետո պնդում. «Էս հարցը ես էի լուծել, ուղղակի դահլիճում լույս չկար»։ Որպեսզի հայ ժողովրդին պարզ լինի, թե որքան ստախոս, փուչ ու դատարկի այս երիտասարդը, ստիպված ենք ամեն բան ներկայացնել փաստերով, ըստ ժամանակագրության, որպեսզի այս շոումենի մեջկապարանոց հայտարարությունների կեղծ էությունը հնարավորինս բացահայտ լինի։ Սույն թվականի օգոստոսի 15-ին Բևերի հանրահավաքի ամփոփիչ իր ելույթում Ազգային ժողովրդավարական Բևերի խորհրդի անդամ Գարեգին Չուքազյանը հայտարարեց. Ալիևի թելադրած սահմանադրական փոփոխությունները կանխելու համար հաջորդ քայլով Բևերը սկսում է գործընթաց այս օրակարգի շուրջ համախմբում ապահովելու նպատակով։ Իդեպ այդ հանրահավաքին ներկա էր եւ մասնակցում էր նաեւ ինքը Արայանը։ Այստեղից սկսվում է հեղինակի Արայանի մեծ ողբերգությունը։ Լսել է, բայց ձևացրել թե չի լսել։ Եվ եթե մի պահ ենթադրենք, որ այդ օրը այդ մասին երիտասարդը ոչինչ չէր լսել, ապա պետք է որ հիշի հանրահավաքի հաջորդ օրը օգոստոսի 16-ին Ժիրայր Սեֆիլյանի հետ ունեցած հանդիպումը, որի ժամանակ Սեֆիլյանն անձամբ իրեն փոխանցել է լուրը, որ սեպտեմբերի 19-ին նախատեսվում է կլոր սեղան, քննարկելու այն հնարավորությունները, թե ինչպես է հնարավոր կանխել Հայաստանի սահմանադրության Ալիևյան վերաձևումները։ Այսինքն, առաջինը Արայանն է իմացել կլոր սեղանի մասին եւ Սեֆիլյանի կողմից հրավիրվել, որից հետո միայն սեպտեմբերի 1-ից սկսած կազմակերպչական խումբը սկսել է հրավերներ ուղարկել տարբեր ուժերի ներկայացուցիչների եւ անհատների։ Այսինքն, մեր չակերտավոր գյուտարարի ամբողջ գյուտը ուղղակի լսածը սեփականացնելն էր։ Սովորական փախցրած տնային աշխատանք։ Ժիրայր Սեֆիլյանի հետ հանդիպումից հետո մի քանի օր անց, օգոստոսի 21-ին, Արայանը հանկարծ խելացի դեմքով մի եթեր է ձայնագրում ու որպես ազգի փրկիչ հայտարարում է, թե որոշել է սկսել համախմբման գործընթաց, հայրենասերների միավորման ճակատ ձևավորել եւ իր եթերները դիտողներին էլ առաջարկում է անուններ գրել, որոնց կարող է հրավիրել կլոր սեղանի շուրջ քննարկման։ Ու այսպես մի քանի օր շարունակ իր եթերներում թմկահարում է, թե ինչ բացառիկ նախաձեռնություն է ցուցաբերել։ Ինքն անում է այն, ինչ ոչ ոք դեռ չի արել, ու իր նախաձեռնությանը մասնակցելու համար հրավերներ է ուղարկում նաև Ժիրայր Սեֆիլյանին ու Արա Պապյանին, ովքեր որպես անհատներ մասնակցում են Արայանի սեպտեմբերի 15-ի այսպես կոչված կլոր սեղանին։ Հանդիպման ժամանակ վերջինս հայտարարում է, թե պետք է ձևավորել նոր ճակատ եւ ժողովրդին փողոց դուրս բերել։ Այս փուլում արդեն պարզ էր, որ ինքը ուզում է ոչ թե քաղաքական գործընթաց սկսել, այլ քաղաքական սելֆի անել։ Եվ ահա հենց այդ պահին էլ նա առաջարկում է լուսանկարվել դարակազմիկ պահը հավերժացնելու համար, ինչին միջամտում է Ժիրայր Սեֆիլյանը, տեղում հիմնավորելով։ Քանի որ ամեն ինչ դեռևս նախնական փուլում է, չկա որևէ արդյունք, որևէ համաձայնություն, ապա ճիշտ չէ ինչ-որ բան հրապարակայնացնելը, նաև ժողովրդի մոտ թյուր տպավորություն չստեղծելու համար։ Իդեպ, հենց սեպտեմբերի 15-ին էլ Ժիրայր Սեֆիլյանը հերթական անգամ Արայանին հրավիրել է ամսի 19-ին կայանալիք կլոր սեղան քննարկմանը, որից 2 օր անց արդեն կազմակերպչական խմբից Արայանին նաև ժամի եւ տեղի մասին են ծանոթել։ Սա արդեն երկրորդ անգամն էր, որ նրան հիշեցնում էին. Կարեն ջան, կլոր սեղանը ոչ թե քո սոցցանցային շոուն է, այլ իրական քաղաքական գործընթաց։ Իդեպ ամսի 15-ի հանդիպումից 2 օր անց Կարեն Արայանը զանգահարում է Ժիրայր Սեֆիլյանին։ Հեռախոսազրույցի ընթացքում Սեֆիլյանը կրկնում է, թե ինչու է դեմ, որ նկարը հրապարակվի։ Բայց ինչ է քաղաքականությունը Արայանի համար, եթե ոչ լուսանկարվելու արվեստ, շոու եւ ոչ ավելին։ Այս բերված փաստարկներից պարզ է դառնում, թե ովքեր են գաղափար մտքեր գողացողներն ու փախցնողները, որ փորձում են համացանցում իրենց շուրջ աղմուկ հանելով կայանալու կամ անուն հանելու փորձեր անել։ Իրականում դժվար չէ կռահել, թե գաղափարական ինչպիսի սնանկությամբ, քաղաքական տհասությամբ ու մեժկությամբ է նա հայտնի։ Հիմա անցնենք մյուս զառանցանքներին։
Բևերին ավտոերթի եւ Արագած Սարը բարձրանալու մտքեր գողացողի մեջ մեղադրող Սույն անձը հավանաբար չի էլ հիշում, որ երբ 2004 թվականից սկսած Բևերի շուրջ եղած անձինք նման եւ այլ կարևոր նախաձեռնություններով էին հանդես գալիս, ինքը հավանաբար դպրոցական նստարանին էր նստած։ Հիմա հանկարծ մեծացել է եւ Գևորգ Մարզպետունուց հետո իրեն ինչ-որ կլոր սեղանի առաջնորդ է համարում։ Մարզպետունին եթե ողջ լիներ, մի կուշտ կծիծաղեր։ Միայն մանկամիտը կարող է մտածել, թե քաղաքական դաշտում ինչ-որ բան նախաձեռնելու եւ անելու մենաշնորհն իրենն է։ Եվ միայն անձեռնահասներին կարող է թվալ, թե Բևերի գաղափարները, մտքերը, խոսույթը ու անգամ պաստառները կրկնօրինակելը կարող են իր քաղաքական հաջողությունների ճանապարհը գծել։ Բայց իրականությունն այն է, որ Արայանը շփոթել է քաղաքականությունը ներկայացման հետ, հագնում է ծաղրածուի շորերը, խոսում ճակերտավոր հերոսական տոնով ու մտածում, արդեն առաջնորդ է։ Ու քանի որ առաջնորդը ինքնակոչ է, որոշումներն էլ այդ տրամաբանության մեջ են։ Օրինակ, լուրջ դեմքով հայտարարում է, թե կլոր սեղանից հեռացրել է Ժիրայր Սեֆիլյանին ու Արա Պապյանին։ Սա արդեն բացահայտում է նրա գաղափարական եւ ռազմավարական անհասունությունը։ Դե երիտասարդը երևի մոռացել էր, որ Սեֆիլյանն ու Պապյանը այնտեղ եկել էին ժողովրդի կամքով, ոչ թե մեկ անհատի քմահաճույքով։ Արդյունքում նա մնում է ոչ թե համակարգող, այլ շոուի դերակատար։ Նրա ամբողջ գործունեությունը կենտրոնացած է սեփական երևակայության վրա։ Բևերը շարունակում է իր ճանապարհը գործով, գաղափարով եւ տարիներով կոփված փորձով, իսկ Արայանը լուսանկարներով ու սոցցանցային աղմուկով։ Մեզ համար նորույթ չէ այն, որ իշխանական եւ ոչ իշխանական շրջանակները ժամանակ առ ժամանակ իրենց ձեռքի գործիքներին ակտիվացնում են ընդդեմ Բևերի։ Դրա համար շատ բան պետք չէ։ Վերցնել, ավելի ճիշտ գողանալ Բևերի գաղափարները, հագնել կամուֆլյաժ, մտնել եթեր ու փողոցային ժարգոնով տպավորություն թողնել ժողովրդի վրա։ Նման հազար ու մի խոչընդոտներ է հաղթահարել Բևերը եւ առաջ ընթացել։ Իսկ Արայանը կմնա իր լուսանկարների, սթորիների ու փուչ հայտարարությունների մեջ, որպես քաղաքական սելֆի մեյքեր։ Այդ պատճառով էլ նրա այսօրվա աղմուկը վաղվա լռության մեջ կկորչի։ Մեկ շաբաթ հետո նա կփորձի նոր թեմա գտնել, նոր ճակատ հորինել, նոր ճակերտավոր հերոսություն վերագրել իրեն։ Բայց որքան շատ փորձի, այնքան ավելի արագ պարզ կդառնա։ Ինքը ոչ թե առաջնորդ է, այլ ընդամենը դերասան, որը շփոթել է քաղաքականությունը մելոդրամայի հետ։ Իսկ Բևերը կշարունակի իր ճանապարհը, որովհետև նրա ուժը ոչ թե լուսանկարներում է, այլ տարիներով կոփված պայքարում։ Ժողովրդին պետք է ճշմարիտ առաջնորդություն, ոչ թե փչված փուչիկ։